Ցելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ, ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի տաղավարում այսօր հյուրընկալել եմ իմ լավ բարեկամ ընկեր Մարինա Նուշիկյանին։ Ողջույն Մարինա, բարի գալուս Լոս Անջելես։ Շնորհակալ եմ Ինչպե՞ս շատ։ ես։ Լավ, փառք Աստծո։ Ինչ առաքելությամբ եք գտնվում Միացյալ Նահանգներում։ Եկել եմ այստեղ, որ ներկայացնեմ իմ բրենդը, որը որ շատ սպասված էր, շատ նամակներ էինք ստանում, որ ուզում են Ամերիկայում տեսնեն մեր բրենդը։ Եկել ենք, որ որպես գործարար կին, կարծում եմ երկար տարիների փորձ ունես, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործարար բավական մեծ հաջողությունների հասած ընտանիքից ես։ Նուշիկյան գերդաստանից։ Քո հայրը Կարեգին Նուշիկյանը, նախկինում ազգային ժողովի падգամավոր եւ բավական հայտնի գործարար, բավական մեծ ներդրումներ ունի Հայաստանում կատարած, ինչպես բարեգործական աշխատանքներ, այդպես էլ գործարար ոլորտում տասնյակ ձեռքբերումներ։ Ընտանիքիդ պատմությունը, ապրածը, տեսածը ինչքանով է ազդել, ինչ կրթություն է քեզ տվել, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ասում են, ինչքան որ նշանակություն ունի քո մասնագիտական կրթությունը համալսարանում, նույնքան եւ ավելի ընտանեկան դաստիարակությունը, նաեւ մասնագիտության եւ նախընտրած ոլորտների ընտրության հարցում։ Միանշանակ դա այդպես է, ես ինքս էլ իմ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ընտրել եմ այդ մասնագիտությունը հենց իմ հոր փորձը վերցնելով ու ցանկանալով իր գործը ոնց որ շարունակել, ու ամբողջ իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ իր օրինակը ու միշտ ձգտել եմ գոնե մի քիչ նմանվեմ իրեն, դե ինչպես ասեցիր, իմ հայրը մեծ ներդրում ունի Հայաստանում, օրինակ բրենդերը, արտասահմանյան բրենդերը, առաջինը ինքը ու հորեղբայրս են բերել Հայաստան ու փոքր ժամանակվանից ես եղել եմ այդ միջավայրի մեջ, անընդհատ շփվել ենք, անընդհատ գնացել ենք, միշտ տարել իր հետ հանդիպումների, արտասահման միշտ գործողումներին, միշտ ես իր հետ եմ եղել ու այդ մթնոլորտի մեջ լինելով, իրան տեսնելով, այդ ամեն ինչը տեսնելով, որ ինչքան է ինքը ցանկացել գեղեցիկը ու ճաշակովը բերի Հայաստան, որ մեր հայ կանայք ունենան ամեն ինչի լավագույնը, դրա համար ցանկություն եմ միշտ եղել մոտս, որ ստեղծեմ ես իմ անձնական բրենդը ու շարունակեմ ոնց որ գեղեցիկը պարգևել կանանց, մեր հայ կանանց։ Այլ որպես գործարար անհատի, որ դասերն են, որ քեզ մոտ իրականում արմատավորվել են եւ այսօր օգնում են քեզ քո անձնական բրենդը կառուցել, առաջ տանել եւ ներկայացնել հանրությանը։ Մեր կյանքը ընդհանուր այնքան բնականon է ընթացել, որ տենց արտառոց բան չեմ կարող հիշել։ Ինքը իրանով եղել է ամեն օր մեր համար եղել է դպրոց, որ մենք սովորել ենք մեր պապայից, ոնց ստեղծել, ոնց արարել, ոնց գեղեցիկը մատուցել, ու դե ստեղծել է ամենակարևորն է, որ ինքը ստեղծում է ամեն օր։ Ինչպես ես համադրում գործարար կյանքը ընտանեկանի հետ։ Ունես 3 զավակ։ Պարտավոր ես նող իրավիճակ է։ Տղադ արդեն հասուն, աղջիկդ մեծ, փոքրը ավելի ուշադրություն պահանջող։ Իրար մեկը մյուսին լրացնող եմ ինձ մոտ, որովհետև իմ աշխատանք, իմ բիզնեսը ես որպես աշխատանք իրեն չեմ նայում, ինքը իմ կյանքի մի մասն է, որը որ մեկը մյուսին լրացնելով ինձ մոտ շատ հեշտ ստացվում է, հետո քանի որ իմ բրենդը իմ կյանքի մասն է կազմում, շատ կարևոր դեր է տեղ է զբաղեցնում ու ոնց որ իմ 4-րդ երեխան լինի, դրա համար բնականon մեկը մյուսին լրացնելով։ Եկ անդրադառնանք ավելի, քանի որ արդեն խոսեցինք քո բրենդի մասին, երբ ծնվեց, որտեղից ծնվեց։ Ես գիտեմ դա փորձությունների եւ հավատքի արդյունքում ծնված գեղեցիկ նախաձեռնություն է։ Մի հատ խոսք կա, Մարկ Տվենը ասել է, որ մարդու կյանքում լինում է 2 ծնունդ, մեկը երբ որ ինքը ծնվում է, երկրորդը երբ որ նա հասկանում է ինչի համար է ծնվել։ Ու ինձ մոտ շատ դժվար փորձություններից հետո հավատքի շնորհիվ այդ երկրորդ ծնունդս եղավ ու ես հասկացա, թե իմ առաքելությունը ինչ որ չափով ինչու է կայանում։ Այդտեղից
ծնվեց այդ բրենդը։ Բրենդը ունի գաղափարախոսություն, բրենդը ունի նպատակ։ Դա քո ապրելակերպն է, դա քո մոտեցումն է կյանքին, որն է դա։ Բրենդը ունի կարգախոս, որ գրիր այն, ինչ արժևորում ես, շատ խորիմաստ ինքը միտք ունի, ու ամենակարևոր արժեքը դա մեր կյանքում դա հավատն է առ Աստված, ես կարծում եմ, ու հենց Նիսի բրենդի առաքելությունը, քրիստոնեությունը տարածելն է ու հավատը, որպես Ձեր ստեղծած բրենդը ապրանքանիշը կոչվում է Նիսի։ Ինչ է դա նշանակում։ Ինքը նշանակում է հաղթանակ։ Ինչ է նշանակում հաղթանակ այս դեպքում։ Երբ մարդ ապաշխարում է, դա առաջի քայլերից մեկն է հաղթանակի կյանքի։ Մի փոքր ավելի կներկայացնես քո զարդերը։ Ինչպես են ստեղծվում։ Ինչ խորհուրդ են կրում իրենց մեջ եւ ինչ են տալի կրողին։ Իմ զարդերը ծնվում են իմ մտքում։ Ես կարող եմ ոգեշնչվեմ, չգիտեմ, եկեղեցիներից, մեր կարող եմ բնության գրկում, ուղղակի կարող է ինչ-որ մի ձևի սրտից դրվի ինչ-որ մի միտք, ու ցավոք սրտի ես նկարել ինքս չեմ կարողանում, բայց ունեմ իմ աղջիկներին, ովքեր որ մի բառից ինձ միանգամից հասկանում են ես ինչ եմ ուզում ստանամ, ես իրենց պատմում եմ ինչ զարդ պետք է լինի, իրենք նկարում են եւ դրանից արդեն ստացվում է օրինակ գեղարդախաչը, որ միշտ ինվզին է կախված ես միշտ գրում եմ իրեն Մարիամ Աստվածածինը, հետո շատ տարբեր ունենք Գրիգոր Լուսավորչի կախազարդ ունենք Գեղարդի մեծ հավաքածու ունենք, Քերովփեի մեծ հավաքածու ունենք, շատ բոլոր զարդերը հոգևոր թեմաներով են։ Այո։ Չկա ուրիշ ոչինչ։ Չէ։ Ոնց որ իմ պատկերացրածով հավատքը կամ Աստվածաշնչյան ինչ-որ մի պատմություն կամ չգիտեմ, ամեն տենց ինչ-որ մի բանը վերածվում է իմ պատկերացրածով զարդի։ Իսկ ինչ է զգում կրողը։ Ունես արձագանքներ։ Շատ արձագանքներ ունենք, որ մարդիկ մեզ գրում են, զանգում, պատմում են, գալիս են մեր խանութսրահ, այնտեղ էլ շատ են պատմում, որ կա շատ դրական էներգիա, շատ զարդը գրելուց, իրենց կյանքում շատ դրական բաներ են պատահում, բայց ես չեմ գտնում, որ դա զարդի հետ է կապված, դա ավելի շատ կապված է իրենց վերաբերմունքի, իրենց ընկալման, երբ որ իրանք դա ձեռք են բերում, իրանք, ես միշտ ասում եմ, Նիսի գնորդը, Նիսին կրողը, ինքը ինչ-որ մի ճանապարհ է անցել իր կյանքում, նոր եկել է Նիսին գտել է, ու ինքը իրանց մոտ այդ զգացումը առաջացնում է հենց իրանց ներքին կարողանում է զարդը իրենց ներքին հանգստություն պարգևել, ու ինձ համար նաև շատ կարևոր է, որ իրենք մարդը, որ կրում է Նիսին, ինքը գոնե օրվա ընթացքում երբ որ իրան տեսնում է կամ ձեռք է տալիս, հիշի Աստծու մասին ու շնորհակալություն ասի։ Դա շատ կարևոր է։ Ինչպես ես պատրաստվում ներկայացնել Նիսին Միացյալ Նահանգներում։ Այս պահին իմ շատ սիրելի Տիկին Նազը ինձ Լա Պապիլոնի հիմնադիր Տիկին Նազը սիրով տեղ է հատկացրել իր խանութսրահում, որ մի քանի օր ես ներկայացնեմ իմ բրենդը, որպեսզի այստեղի հայությունը գա ծանոթանա, ոնց որ տեսնի էլի, որովհետև նկարներով ինչքան էլ որ նայում են մարդիկ, բայց բնական որ գալիս տեսնում են, ավելի հեշտ են կարծիք կազմում։ Նաև մասնակցել եմ ամսի 21-ին Տիկին Նազի կազմակերպած բարեգործական միջոցառմանը եւ վաճառքից բարեգործություն է արվելու որոշ մաս այդ կազմակերպությանը։ Միացյալ Նահանգներում գտնվող հայերը եւ ոչ միայն հետաքրքրության պարագայում ինչպես կարող են ձեռք բերել ձեր զարդերից։ Այս բան միայն on-line կարող են, մենք առաքում ենք Հայաստանից, բայց հույսով եմ շուտով կհասկանամ, թե այստեղ ոնց
օֆլայն ներկայացվի բրենդը, որովհետև շատ կա պահանջարկ, շատ են ուզում։ Ինչ խնդիրներ ես դրել քո առաջ, ինչպես զարգացնել եւ ինչ նիշի հասցնել քո ապրանքատեսականին, քո ապրանքանիշը եւ որն է լինելու այն կետը, որը քեզ որպես գործարար կնոջ կբավարարի։ Դե ցանկությունները, նպատակները շատ մեծ են, որովհետև անելուց պետք է անենք ամենալավը։ Ինչպես հայրիկը դեր նշում։ Ինչպես հայրիկս միշտ ինձ նշել է, ուզում եմ, որ շատ մեծ ճանաչում ձեռք բերի բրենդը, ու բոլոր մարդիկ կարողանան ձեռք բերել, ինքը գնայինով ես այնպես եմ գնային քաղաքականությունը դրել, որ ցանկացած մարդ կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել նիսի զարդերը։ Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև նիսին ինքը ինձ համար բիզնես չէ այդքան, ինչքան որ նպատակ իրենով մարդկանց մեջ իմ պատկերացումով հավատքը զարգացնելն է։ Շատ հետաքրքիր, այսպես ասած, նպատակ ես դրել քո առաջ։ Ինչքանով է նիսին որպես ապրանքանիշ հային հայ պահելու, հային քրիստոնյա պահելու։ Արդյոք այդ առաքելության որովից է մի մաս կնապաստի նաև երկրից Հայաստանից դուրս հայերին եւ նրանց սերունդներին դեպի Հայաստանը մոտեցնելուն։ Միանշանակ շատ մեծ ազդեցություն կունենա, որովհետև նիսի զարդերը իրենք թե դիզայնով, թե ամեն ինչով իրանք տրենդային չեն, իրանք շատ կլասիկ ոճի մեջ են ու իրանց իմաստը այնա, որ մարդիկ կարող են ոնց որ սերնդեսերունդ փոխանցեն իրենց ոչ թե որպես զարդ, այլ որպես ինչ-որ ընտանեկան հիշողություն, ինչ-որ հոգևոր արժեք ունեցող իր։ Ինչն է, որ կուզենաս առանձնահատուկ ձևով նշել քո գործունեության մասով կամ քո ապրանքանիշին վերաբերվող կա ինչ-որ մի բան, որը կուզենաս առանձնահատուկ նշել։ Նիսի ստեղծման նպատակը, եթե նիսին կարողացավ մարդկանց մի փոքր էլ մոտեցնի Աստծուն, ես կհամարեմ, որ բրենդի նպատակը կատարվեց։ Ու ինքը իրանով, իր այդ պարզությամբ, այդ իր հանգստությամբ, նիսին դրա մասին է, ինքը հանգիստ է, ինքը մեղմ է, ինքը ոչ մեկին ոչ մի բան չի ցույց տալի, ինքը մարդու ներքին ներդաշնակ լինելու մասին է։ Երբ որ դու խոսում ես քո բրենդի մասին, իմ մոտ տպավորությունն է, որ ոնց որ խորանում օրտնված մի մասնիկ մարդ վերցնի ու մշտապես կրի իր մոտ։ Դրանով զորանալով, դրանով Աստծո, այսպես ասած, օրհնությունը իր մեջ պահելով եւ Աստծուն իր մեջ պահելով։ Հիմա որ դու խոսում ես, այդ քո անձնական մոտեցումը դնում ես դրա մեջ, ես էլ զգում եմ։ Բայց այդ արդյոք հնարավոր է եւ հնարավոր է դարձել փոխանցել նաեւ մնացած գնորդին ու կրողին։ Շատ շատերը հենց նիսին դրա համար են կրում։ Դրա համար են գալի առնում, բացի այն, որ ինքը լավ նվեր է, ինքը գիտես ոնց է, որ մարդիկ գալիս են, ասում են մենք նիսից ենք առնում, որովհետև այդ անձը ամեն ինչ ունի ինքը։ Ամեն ինչ ունի ու նիսի ոչ թե արժեքի մեջ է, որ ոսկիա կամ արծաթ է, գինը, չգիտեմ, 2 միլիոնը։ Չէ, ինքը կարող է լինի 20,000 դրամ մի զարդը, բայց ինքը իր մեջ այնքան խորհուրդ ունի, այնքան միտք ունի, որ մարդուն նվիրելուց դու այդ գաղափարն ես նվիրում։ Քեզ մոտ որպես գործարարի ստացվել է ձևավորել այդ արժեքը, ոչ նյութական արժեքի վերաբերմունքը քո զարդի։ Ես կարծում եմ, հա։ Իսկ դա որոշակի քաղաքականության արդյունք է եղել, որոշակի աշխատանքի, ինչի արդյունք է դա եղել։ Դա իմ ներքին ընդամենը այն, ինչը ես ուզեցել եմ փոխանցեմ, ես դա արել եմ։ Ես շատ լավ թիմ ունեմ, իմ աղջիկները շատ լավն են, ովքեր ինձ մարքեթինգ, SMM եւ այլն, բայց ընդհանուր առումով նիսին իմ հանգստության, իմ ներդաշնակության մասին է։ Եվ քեզ մոտ ստացվել է դա փոխանցել նաև քո հաճախորդներին, կրողներին։ Ավելի շուտ հույսով եմ, որ ստացվել է։ Եվ հիմա ամփոփելով մեր այսօրվա ասենց համապատրաստի զրույցը, ինչ կուզենայիր ավելացնել, ինչ կուզենայիր ասել հենց Միացյալ Նահանգների հայերին, հայությանը, ով փաստացիորեն նաև
քո զարդի կրողն է։ Ոնց որ Նիսի կարգախոսն է, գրի այն ինչը արժևորում ես։ Ես շատ կուզեմ, որ մարդիկ մի փոքր ամեն մեկը իր մեջ վերանայի իր հավատքը, բոլորս ապրենք այնպես, որ վերջում Աստծո աչքերին նայելուց չամաչենք։ Զարդը իր մեջ ունի խորհուրդ։ Եվս մեկ անգամ կներկայացնես այդ խորհուրդը։ Մենք առաջի ազգն ենք քրիստոնեությունը ընդունող, պետք է չմոռանանք դրա մասին ու դա միայն եկեղեցի գնալով պետք է չի ոնց որ արտահայտվել, այլ մեր ապրելակերպով, մեր Աստծուն հետևելով պետք է ապրել։ Ես համոզված եմ, որ Նիսին կունենա շատ լավ ապագա, մարդիկ իրոք մոտենալով Աստծուն, լինելով իրենց արմատներին հարազատ, լինելով հայ, թող սիրով կրեն այն փոքրիկ նմուշը, ինչը որ դու ստեղծում ես իրենց համար։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար եւ բարևներ եւ ողջույններ հարազատներին։ Մասնավորապես հայրիկիդ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, իմ հյուրը Մարինա Նուշիկյանն էր։ Շնորհակալություն Մարինա ինձ հյուրընկալվելու համար, շնորհակալություն Լոս Անջելեսում գտնվելու համար եւ այս հետաքրքիր նախաձեռնությամբ մեզ բոլորիս զարմացնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ շատ։